Կառավարության դիմել եմ, կառավարությունը ասել է մեկ տոնը կտակ։ Սպասիր, այս տարի կտակ, այն տարի կտակ, մի տարի կտակ։ Կիսանկուղային այս կացարանում են բնակվում Աիդա եւ Անահիտ Ղահրամանյանները, ում կյանքը սկսած 1979 թվականից կացարան ունենալու պայքար է։ Պայքար, որի ընթացքում մայրն ու դուստրը կորցնում են ամենաթանկը՝ առողջությունը։ 89 թվականին վերջին հանրակացարան տվեցին, որ պիտի ես գնայի այնտեղ Սունգայիթից այդ փախստականին եկա գնացի տեսի մեջ մտած։ Դե ոնց ես ասեմ դուրս եկեք ես մտնեմ։ Ես գնամ նրա դուրս գցեմ ասեմ ես եմ մտնում, ասեց դե լավ։ Հետո որ պատերազմը վերջացա, բարեկամը ասաց գնաց այդ ադրբեջան տները մտիր, ապրիր, էլի դու հերթում ես, էլի գնա ապրիր։ Ասա ես կյանքում ադրբեջան տուն չեմ մտնի։ Ղուկասյանի ժամանակ դիմեցի այնքան, ասես կտակ, տուն կտակ, հետո մեկ էլ ինձ կանչեցին, թա հանրակացարանով քեզ ապահովում եք, ասեմ ինչ հանրակացարանն է, թա ասում ասե այս հանրակացարան, եկել եմ ոչ պատուհաններ արալ, ոչ ապակիներ արալ, ոչ պոլ արալ, ոչ մի բան չի ել, ասե ես օգոստոս 4-ն ասես ինչ է ասում, ավերախան է, ես այստեղ ոնց պիտի երեխայիս հետ ապրեմ, ասաց կոկնիկ, ոչինչ, մտիր հետո կոկնիկ։ Այս բոլորը ես արեցի, ապակինին իրը գցեցի։ Այստեղ էլ ահա որ այս վիճակում ապրելն է։ Այստեղ չգիտեմ կուխնի է, չգիտեմ տուալետ է, չգիտեմ կներեք, ինչ շատ կներեք, 8 մետր փաթ եմ վերցնում, 8 մետրում ես չի թխցում։ Իրիկունու այսպես դողում եք։ Մինոր երեխան այստեղ քնած, տեսա գոռաց իրիկու կեսին 3-ն էր, գոռաց։ Վայ մամա, այս ինչա, բարձրացա այսպես քաշեցի, տեսա գրեսի երեխայի ոտի տակ։ Այս երեխան ուշաթափեց, ես էլ քնած մուկը եկավ, աչքիս այսպես, ես անում, ես էլ չգիտեմ ինչ է եղել ես, այսպես արեցի, որ այս քնած ժամանակ այսպես թխալ չում, հնգալա բանին վրա, վերմակի վրա, հետո չգիտեմ ինչպես, այսպես արեցի մուկը բռնեցի, այն ծվոցից, չգիտեմ ես ինչպես եմ գոռում, չեմ կարողանում բաց թողել, երեխան ամաչում ատամին ինչ երուհի բերի այստեղ, ասում մամա ամաչում, Գյուղերը ասում ինչ չես ամուսնանում, ասում երբեք ես չեմ ամուսնանում, միջև տուն չունենակ։ Կներեք խոսակցության ժամանակ հուշս քնում է 18 ժամը նարկոզի տակ կացել 4 հատ վիրահատություն տարալ, ես ծանր վիրահատություն եմ տարա 4 հատ։ Վերջինը Երևանում տարալ։ Ես այդ ժամանակ թոշակի էի անցած։ Թոշակի 4 տարի թոշակի կացա։ 5-րդ տարին գնացի վիրահատեցի, եկե թոշակս կտրեցին։ 4-րդ օպերացիան վիրահատեցի, թոշակս կտրեցին։ Ասա ինչու է կտրում, թա դու արդեն լավացել ես։ Չգիտեմ ինչպես եմ լավացել, ես ուզում եմ իմանամ, ոչ ոտքեր ես աշխատում, ոչ ձեռքեր ես աշխատում։ Աղջիկս մինա ինձ հույս է տալիս, մամա ասում է, մի կճվի, ոչինչ այսպես էլ կլինի։ Բարի մարդիկ այս երկրում շատ կա։ Եթե բարի մարդիկ չլինեն, իմ երեխան ինչպես կարող է ավարտել ինստիտուտ։ Այդ բարի մարդն է չէ ինձ օգնել։ Ես այդ մարդուց այնքան եմ շնորհակալ, չգիտեմ ինչև կյանքիս վերջի ես նրանից շնորհակալ։ Իմ եկել ես հույսով եմ, ես հավատում, որ էլա մեկը կլինի, որ իմ ձեռքս կբռնի, որովհետև ես Աստծուն հավատում, ես մենակ Աստծուն եմ հավատում։